Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս իրավիճակը վերլուծում եւ ներկայացնում ենք եվրոպական տեսանկյունից։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը։ Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սկսվելու են թրիփի շինարարական աշխատանքները։ Հայաստանը Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով կապ կունենա Եվրոպական միության հետ։ Ախալքալակ Կարս երկաթուղին արդեն բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն է տեղեկացրել։ Փաշինյանը շեշտել է, որ սա մեծ իրադարձություն է Հայաստանի տնտեսական կյանքում եւ շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ Նա ընդգծել է, որ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա արդեն Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական միության հետ։ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քլչը X-ում հրապարակելով Նիկոլ Փաշինյանի գրառումը հույս է հայտնել, որ այս նոր քայլը, որը նաեւ կխթանի Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցությանը եւ նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում, հաջողություն կբերի բոլոր այդ երկրներին։ Հետևեք ՎՏ Հայաստան Նյուզին Facebook-ում եւ YouTube-ում միշտ տեղեկացված լինելու համար։ Ինչ է նշանակում այս փուլում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան, արդյոք այն կապված է առաջիկայում թրիփի շինարարական աշխատանքների մեկնարկի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, որն է Հայաստանից արտահանումների համար ախալքալակ Կարս երկաթուղու բացման քաղաքական նշանակությունը, ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում եւ ի վերջո արտաքին քաղաքական որ ուղղությունն է ընտրում Հայաստանը։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանի հետ։ Պարոն Մինասյան, մայիսի 26-ին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան, որի ընթացքում ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում, ինչ սպասել այս այցից, որքանով է այն կապված թրիփի շինարարական աշխատանքների մեկնարկի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ Դա փաթեթային ոնց որ մոտեցում է, խոսքը ոչ միայն թրիփի մասին է խոսք գնում, այլ նաև բանակցային գործընթացի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որ տեղի ունենում նախագահ Տրամփի ադմինիստրացիայի աջակցությամբ եւ անմիջապես ներգրավվածությամբ եւ բնականաբար կարծում եմ, որ պետքարտուղար Ռուբիոյի այցը այդ գործընթացների հետ անմիջապես կապ ունի։ Մյուս կողմից նաև կարծում եմ նշանակությունը նաև Հայաստանի համար կարևոր է նաև նրանում, որ դա տեղի ունենում բավականին լարված եւ շարունակվող տարածաշրջանային գործընթացների համատեքստում, Միացյալ Նահանգներ, Իրան, ռազմական գործողություններ, բանակցային գործընթաց, հնարավոր միգուցե ինչ-որ պայմանավորության հաստատում, ինչը բնականաբար անմիջապես նաև հնարավորություններ ունի ազդելու Հարավային Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության, եւ կոմունիկացիոն ուղիների եւ գործընթացների եւ ամենակարևորը նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի եւ նաև ընդհանուր տարածաշրջանային քաղաքական դինամիկայի հետ։ Որն է Հայաստանից արտահանումների համար ախալքալակ Կարս երկաթուղու բացման քաղաքական նշանակությունը։ Քաղաքական նշանակությունը կարծում եմ ակնհայտ է, մենք պիտի չմոռանանք, որ ժամանակին տասնամյակներ առաջ եւ այդ ճանապարհը սկսեց գործել, նաեւ ադրբեջանական կողմը հատուկ նշել էր, որ այդ ճանապարհը չի կարող օգտագործվի հայկական, ասենք, ապրանքների շրջանառության համար։ Եվ այդ տեսանկյունից քաղաքական նշանակությունը ոնց որ երկկողմանի է եւ հայ-ադրբեջանական տրեկում հարթությունում եւ նաեւ հայ-թուրքականի տեսանկյունից ես չեմ կարծում իրականում, որ տնտեսական առումով դա շրջադարձային ինչ-որ լուրջ նշանակություն կունենա, բայց քաղաքականով այո, քաղաքական
վերջնական ինչ-որ հայթրուկական գործընթացում վերջնական ինչ-որ կետին չհասնելու պայմաններում նաև կողմերը անհրաժեշտություն ունեն սիմվոլիկ քայլերի, սիմվոլիկ նույնիսկ եթե որոշ տնտեսական բաղադրիչ նույնպես այդտեղ կա, բայց բնականաբար դուք շատ ճիշտ նշեցիք, որ այս քայլի նշանակությունը ավելի շատ քաղաքական է։ Ռուսաստանից պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի, մնում է ԵԱՏՄ-ում, թե ոչ, դա ուղեկցվում է նաև ներմուծման արգելքներով, տարբեր նախազգուշացում սպառնալիքներով, ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։ Տեղի ունենում երկու իրար հետ կապված գործընթացներ, դա առաջերտին Հայաստանում ներքաղաքական եւ նախընտրական այդ զարգացումների ֆոնի վրա պարզ է, որ այսպես կոչված եվրոպական ինտեգրման գործընթացը համարվում է շատ կարևոր եւ շատ էֆեկտիվ խաղաքարտերից մեկը, որը օգտագործում են Հայաստանի ներկայիս իշխանությունները, ինչը որ նաեւ ունի իր հետևանքները, հաշվի առնելով նաեւ Արևմուտքի եւ հատկապես Եվրամիության եւ Ռուսաստանի աշխարհական այս ուղղակի կամ անուղղակի հակամարտությունը, որը որ առաջերտին արտասվում է բնականաբար Ուկրաինայի ռազմաճակատում, բայց ոչ միայն, եւ բնականաբար Ռուսաստանը մի կողմից շատ նյարդային են անդրադառնում եւ արձագանքում այն ամեն ինչ որ տեղ ունենում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում, այն ինչ որ այդ շրջանակների ընթացքում նաև համապատասխան միջոցառումներ են տեղի ունենում Երևանում, դա IPC եւ Հայաստան-Եվրամիություն առաջի սամիտներ, միջոցառումներ, որին օրինակ նաև մասնակցում է Ուկրաինայի նախագահ Զելենսկին, պարզը որ այդ բոլորը իր հերթին բավականին նյարդային ֆոն է ստեղծում Մոսկվայի համար դա առաջինը եւ երկրորդը նաև Ռուսաստանը փորձում է օգտագործել այս ոնց հաշվարկներով Մոսկվայում կարծում են հարմար նախընտրական առիթը նաև օգտագործելով տնտեսական այն լծակները, որոնք որ կան, համապատասխան քաղաքական այդպես ասենք մթնոլորտ ստեղծելու համար Հայաստանի ներսում։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկայիս փուլն ինչպես է գնահատում, ի վերջո արտաքին քաղաքական որ ուղղությունն է ընտրում Հայաստանը։ Հայաստանը շարունակում է, կարելի ասել, զգուշավոր դիվերսիֆիկացված մոտեցումները, ինչ վերաբերում է, ասենք, արտաքին քաղաքականության ոլորտում, Հայաստանը պաշտոնապես բազմիցս տարբեր, ասենք, մակարդակ նշել է, որ փորձում է եւ փորձելու է դիվերսիֆիկացնել անվտանգային բաղադրիչը, իսկ ինչ վերաբերում է Եվրամիության, ասենք, գործընթացին, ապա այստեղ դուք գիտեք Հայաստանի իշխանությունների այն մոտեցումը, որ Հայաստանը մի կողմից չի անելու այդ կամ ամենայն դեպս չի շտապելու այսպես կոչված վերջնական դիրքորոշումը անել Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև եւ տրամաբանությունը շատ լավ հասկանալ է, մենք շատ լավ գիտենք, որ ոչ միայն Հայաստանը, այլ յուրաքանչյուր Եվրամիության գործընկեր երկրի համար ԵՄ անդամակցություն դա երկար գործընթաց է եւ ժամանակի եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ համապատասխան պահանջներին, համապատասխանության տեսանկյունից եւ այլն, բայց նաեւ Հայաստանի մոտեցումը եւ ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ այդ մոտեցումը կարելի ասել նաեւ կիսում է հասարակության եւ քաղաքական եւ տնտեսական էլիտայի մեծ մասը, այն է, որ չնայած դրան, չնայած հասկանալի այն սահմանափակումներին, որոնք by default ոնց որ կարելի ասել կան ԵՄ անդամակցության տեսանկյունից, ԵՄ հետ այդ գործընթացը, եվրոինտեգրման գործընթացը նշանակություն ունի Հայաստանի համար ընդհանրապես իր պարզապես փաստը, որտեղ դա հնարավորություն է տալիս Հայաստանին արագացնել եւ նաեւ ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների գործընկերների աջակցությամբ նաեւ լուրջ բարեփոխումներ փորձել կատարել տնտեսական, ինստիտուցիոնալ, պետական կառավարման, իրավական, ուժային կառույցների որոշ չափով, բանկային եւ այլ ոլորտներում, դրա հետ մեկտեղ նաեւ օրենքի գերակայունության ուժեղացման եւ համապատասխան այլ գործընթացներում, որոնք որ Հայաստանի հասարակության եւ Հայաստանի քաղաքական վերնախավի մեծ մասի համար իրականում եւ նշանակում է Հայաստանի եվրոինտեգրման գործընթաց, այսինքն այդ պահանջներով ավելի համապատասխանել այն իրավիճակին կամ այն պատկերին, որը կա Եվրոմիության անդամ շատ երկրների։ Այս վերջի սամիտները ցույց տվեցին, որ Հայաստանը իսկապես դառնում է եվրոպական քաղաքական տարածքի անբաժանելի մաս, առավելևս հաշվի առնելով, որ նաև Հայաստանում տեղակայված են արդեն երկրորդ
քաղաքացիական անվտանգային առաքելությունն է տեղակայվում, մեկը Հայաստան-Ադրբեջան սահմաններում, մյուսը այդպես կոչված ոչ կինետիկ հիբրիդային ասենք սպառնալիքներին ուղղված առաքելությունն արդեն այս պայն տեղակայվում եւ այդ տեսանկյունից Հայաստանը իսկապես արդեն դառել է եվրոպական քաղաքական տարածքի անբաժանելի մի մաս։ Բայց ինչ վերաբերում է անդամակցության, ապա այստեղ մենք պիտի հասկանանք մի կողմից, որ Հայաստանի անդամակցությունը, ասենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապահովում է որոշ տնտեսական, էներգետիկ եւ այլ ասենք հնարավորություններ Հայաստանի համար եւ մյուս կողմից նաեւ մենք գիտենք, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ի, ինչպես նաև շատ այլ բոլոր ԵՄ գործընկերների համար դա երկարաժամկետ գործընթաց է։ Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցը դարձյալ քննարկումների առանցքում է։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարով առաջադրված падգամավորի թեկնածու Կարապետյանի ռուսական քաղաքացիություն չունենալու վերաբերյալ հայտարարել էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ռուսաստանցի դիտորդ Ռոման Ուտոդը հրապարակել է փաստաթղթեր, որտեղ երևում է, որ 2020 թվականին Կարապետյանի վերաբերյալ նշված է, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ արդեն 2026 թվականին փաստաթղթում նշված է, որ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ ՎՏ Հայաստան Նյուզի հետ զրույցում Ռոման Ուտոդը նշեց, որ փաստաթղթերն ստուգվել են եւ դրանք կեղծ չեն։ Իսկ ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Լիլիա Շուշանյանն էլ ներկայացրեց, թե ինչի մասին է խոսքը։ Մենք ստուգել ենք փաստաթուղթը եւ այն լիովին հավաստի է։ Մեր հրապարակումն ինքնին դրա հաստատումն է։ Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության էլեկտրոնային որակավորված ստորագրությունը կեղծելն անհնար է։ Մենք այն ստուգել ենք նաև մեկ այլ պետական ծառայության միջոցով, ինչը եւս անհնար է կեղծել։ Այսինքն, Նարեկ Կարապետյանը որոշ ժամանակ Ռուսաստանի պետական համակարգում գրանցված է եղել որպես Ռուսաստանի քաղաքացի։ Սա հաստատված փաստ է։ Արդյոք նա այժմ դեռևս քաղաքացի է, ինչպես իրենք են ասում։ Ներկայումս դա չի համապատասխանում իրականությանը։ Հնարավոր է, նրան շտապ կարգով զրկած լինեն Ռուսաստանի քաղաքացիությունից, սակայն առաջին անգամ նրա քաղաքացիությունը արձանագրվել է 2023 թվականին։ Այդ տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի եւ այն հիմնված է պարզապես մի վրիպակի վրա, որը կատարվել է Ռուսաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում եւ երբ Նարեկ Կարապետյանը ընկերության բազմամաս է ձեռք բերել եւ այդ գրանցումը պետք է իրականացնել, գրանցման ժամանակ շփոթվամ գրանցամայտյանում նշվել է Նարեկ Կարապետյանը որպես Ռուսաստանի քաղաքացի։ Այս լուրերը տարածելուց հետո իհարկե ընկերությունը դիմել է արդեն Ռուսաստանի լիազոր մարմնին, որը ներքին գործերի նախարարությունն է եւ արդեն միգրացիայի բաժնից համապատասխան նախարարության մենք ունենք պատասխան փաստաթուղթ, որ Նարեկ Կարապետյանը երբեք չի հանդիսացել, չի հանդիսանում Ռուսաստանի քաղաքացի եւ ավելին ասեմ, Նարեկ Կարապետյանը բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ ողջ կյանքում չի ունեցել որևէ այլ քաղաքացիություն բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Ինչ ակնկալիքներ ունեն աշխարհի տարբեր երկրների հայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից, որքանով են Սփյուռքում հետևում նախընտրական քարոզարշավին։ Թեմայի շուրջ իմ գործընկեր Նունե Գևորգյանը զրուցել է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հունիսի 7-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցության հայտը ներկայացրել է 19 քաղաքական ուժ։ Մինչ Հայաստանում այս օրերին ընթանում է նախընտրական քարոզարշավ, մենք փորձեցինք պարզել, թե աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ համայնքի ներկայացուցիչները ինչ են մտածում սպասվող ընտրությունների մասին։ Սփյուռքի տարբեր համայնքներում բնակվող մեր զրուցակիցներն այս ընտրությունները համարում են վճռորոշ Հայաստանի համար։ Միացյալ Նահանգներում բնակվող Ստեփան Հովակիմյանը համոզված է, որ ներկայիս բարդ պայմաններում Հայաստանին անհրաժեշտ է միջազգային կապեր ունեցող ղեկավարություն։ Ամբողջ աշխարհն է տակնու վրա եւ ղեկավարությունը, որ պիտի ընտրվի այստեղ, պետք է լինի խոհեմ։ Ֆրանսիայում բնակվող Ալինա Հակոբյան այն կարծիքին է, որ այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Որովհետև ինձ թվում է 30-ամյա, 35-ամյա իր նորանկախության շրջանում Հայաստանը եւս մի անգամ ընտրության առաջ է կանգնած ընտրել ազատությունը, անկախությունը, թե ոչ։ Լեհաստանից ռեժիսոր եւ լուսանկարիչ Վահրամ Մխիթարյանը շեշտում է, ընտրությունները կարևոր են, որովհետեւ դրանց արդյունքով ձևավորվում է ամբողջ կառավարական համակարգը։ Դե կարևոր են, կարծում եմ այն մենակ հանգամանքը, որ փաստորեն ազգային ժողովի ընտրությունները ձևավորում է ամբողջ, այսինքն մեծամասնությունը այդ արդյունքում
ձևավորումը կառավարությունը ու փաստորեն այդ ամբողջ այդ համակարգը սուպեր վարչապետության այս առումով սա ամենակարևոր ընտրություններն է։ Ֆրանսիայում բնակվող Արտուր Արզոյանը իր հերթին նշում է, որ Հայաստանում ընտրությունները մշտապես կապվում են փոփոխությունների սպասման հետ։ Կար ասենք թե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջան, կար Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջան, ապա Սերժ Սարգսյանի եւ ապա Նիկոլ Փաշինյանի եւ բոլոր ժամանակաշրջաններում էլ կարող ենք հասկանալ, որ ընտրությունները ճակատագրական փոփոխությունների ակնկալիքով են կատարվել։ Արդյոք անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որպեսզի Սփյուռքում բնակվող հայերը կարողանան մասնակցել ընտրություններին։ Այս հարցում կարծիքները տարբեր էին։ Պետք է ով որ ուզում է ցայն դա իմ կարծիքն է իհարկե կարծեմ հիմա շատերը պիտի նեղանան իմ խաղապարից պետք է անպայման գնան Հայաստան ապրեն այնտեղ եւ այնտեղ դժվարությունները եւ լավությունները ուրախությունները եւ տխրությունները զգալով իրենց մորթի վրա նոր իրավունք ունենան ցայնադու լալու Առայժմ ամեն դեպքում ես չեմ ապրում այդ երկրում եւ ոստի կարծում եմ որ ամենաճիշտ տարբերակն այն է որ երկրում ապրող մարդիկ որոշեն ինչ ճակատագիր է սպասվում իրենց մոտակա 5 տարում Ինձ թվում է մեր Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանադրության մեջ փոփոխություն պետք է մտցվի եւ ազգային ժողովի մեջ պետք է լինի նաեւ առանձնացված մի մաս, որը պետք է լինի Սփյուռքը Եվրոպական երկրներում, որ մարդիկ զրկված են այդ իրավունքից, դա հեչ լավ բան չի ասում ժողովրդավարության մասին։ Ի վերջո, ինչ սպասելիքներ ունի Սփյուռքը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից։ Դեսեք Մեզ հայրենիքը մեզ պետք ունի, մենք հայրենիքի պետք ունի։ Լավ կներ, որ Սփյուռքին ավելի շատ ուշադրություն դարձվեր ու տենց կարծես թե հետադարձը տենց որոշակի քայլեր են, թե հիշողության հետ կապված, օրինակ այդ նույն ընդհանուր բաներ ունենք, որ ցեղասպանության, մեր պահանջատեր լինելու որոշ քայլերից հետ կանգնելը կարծես թե Սփյուռքի հետ ընդհանուր որոշակի նպատակների ինչ որ խզում կա։ Մի փոքր հանդարտվենք, սիրով լցվենք, մեկս մեկի հանդեպ ու հասկանանք ոնց անենք, որ մեր երկիրը այս վիճակից դուրս բերենք։ Բուռն իրադարձությունների եւ թեժ քաղաքականության գիշեր ֆրանսիական Ռիվերայում կանի 79-րդ կինոփառատոնը հայտարարեց իր հաղթողներին։ Հեղինակավոր ոսկե արմավենու ճյուղին արժանացավ Ֆյորդ Դրաման, սակայն ամենամեծ իրարանցումը տեղի ունեցավ Grand Prix մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևն իր շնորհակալական խոսքում ուղղակիորեն դիմեց Վլադիմիր Պուտինին, կոչ անելով դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ Լավագույն ռեժիսոր անվանակարգում Պավել Պավլիկովսկու, ինչպես նաև Խավիեր Ամբրոսի եւ Խավիեր Կալվոյի համատեղ հաղթանակներով այս տարվա փառատոնն ապացուցեց, որ կինոն մնում է դիմադրության հզոր հարթակ։ Սա պատմական գիշեր էր, երբ կինոն լիովին բախվեց իրականությանը։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։